Եթե կարելի է զիջման մասին կարճ հարց տամ եւ վերջին հարցին անդրադառնանք պարոն վարչապետ, զիջելը կամ կոմպրոմիսի գնալը լավ ու վատ բանի մասին չեմ խոսում։ Եթե Հայաստանն է երկու կետերը, որոնք Ադրբեջանն է առաջարկում, համաձայնում է, գնում է զիջման։ Երկրորդը զիջում է, երբ որ ներողություն ասեմ բոլորը, զիջում է, երբ գերիների հարց չենք քննարկում։ Զիջում է, երբ Ադրբեջանին չենք պարտադրում, որպեսզի մեր օկուպացված տարածքներից հեռանա, ասում ենք դա կթողենք սահմանազատմանը։ Բայց Ադրբեջանը որևէ զիջման չի գնում, շարունակում է իր նույն խոսույթը, սա էլ պետք է անեք, սա էլ պետք է անեք, սա էլ պետք է անեք, հետո կմտածենք ստորագրել թե ոչ։ Մենք պետք է X պահից դադարենք աշխարհը ընկալել Ադրբեջանի բառապաշարով, խոսույթով եւ բանաձևերով։ Սա ամենակարևոր արձանագրումն է, որը ըստ էության ես հասկանում եմ, որ ցավոք մեր որոշ քաղաքական ուժեր ամեն ինչ անում են, որ Հայաստանի Հանրությունը, աշխարհը եւ մեր իրականությունը եւ տարածաշրջանը ընկալի Ադրբեջանի առաջարկած բանաձևերով։ Այս ինչ որ նոր խոսում էինք, հարցի դիտանկյունի մասին էր խոսքը։ Երկրորդը իրականությանը չի համապատասխանում, որ մենք գերիների հետ կապված հարց չենք քննարկում։ Չի համապատասխանում դա իրականությանը պարզապես։ Ես էլի բոլորիս հրավիրում եմ վերադառնալ 2023 թվականի դեկտեմբերի քանիսն էր, որ մեր 32 գերեվարված եղբայրները վերադարձան Հայաստանի Հանրապետություն։ Ահա եթե պատկերացնենք, որ այդ նրանց վերադառնալուց մի օր առաջ կամ 5 ժամ առաջ ես որևէ հանգամանքով ստիպված լինեի պատասխանել այդ հարցին, ես կտայի մի պատասխան, որը բացարձակապես բավարար համարել չէր կարելի։ Որտեվ նախկինում էլ 2020 թվականի դեկտեմբերին այս հարկի կողքի դահլիճում գերեվարված անձանց հարազատների հետ հանդիպման ժամանակ ես ասել եմ, որ կոնկրետ օր եմ ասել եմ, այսինչ մարդիկ այսինչ օրը հետ կգան, եւ դա տեղի չի ունեցել եւ դա եղել է առաջին եւ վերջին անգամը, երբ որ ես այդ թեմայով որևէ բան խոստացել եմ, որովհետեւ ես հասկացել եմ, որ եթե մի բան, որը մեր որոշման տիրույթում չէ, շատ սխալ է կոնկրետ ակնկալիքներ առաջացնելը։ Ավելի լավ է անորոշությունների համար քննադատությունների տակ մնալ, քան թե ակնկալիք առաջացնել եւ հիասթափություն առաջ բերել։ Ձեր հարցի երրորդ կոմպոնենտն է։ Մենք ինչ ենք ասել խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում եւ կանոնակարգով։ Ասել ենք, որ մեր սահմանը խորհրդային հանրապետությունների սահմաններն են։ Եվ մենք ասել ենք, որ այդ Ալմատիի հռչակագիր բազային սկզբունք է։ Եվ այս սահմանով մենք պետք է իրականացնենք սահմանազատում։ Ասել, որ բոլոր տեղերում մենք ճշգրիտ կանգնած ենք այդ սահմանի վրա, ճշգրիտ միլիմետրի տարբերությամբ սահմանի վրա, այդ իսկ Ադրբեջանը ճշգրիտ կանգնած չի այդ սահմանի վրա, այդքան էլ ճիշտ չի։ Մենք ինչ ենք ասում, որ տեսեք Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը պատրաստվում է ուժային գործողության, ուժային սցենարի, մենք ասում ենք մեր օրակարգում եղած որ հարցը մենք պետքա ուժային սցենարով փորձենք լուծել։ Այսինքն պետքա դու օրակարգում ունենաս հարց, որը ուժային սցենարով պետքա լուծես։ Եթե մենք ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ալմատիի հռչակագրի հիման վրա եւ խորհրդային սոցիալիստական հանրապետությունների սահմանով, ինչ խնդիր ենք մենք փորձելու լուծենք ուժային ճանապարհով։ Այն հարցը, որը տեսականորեն կարող էր դիտարկվել որպես ուժային լուծման ենթակա սցենար, այդ մեր ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների ազատագրումն է։ Բայց մենք ասում ենք, մենք մեր օրակարգում նման հարց չունենք եւ չենք ունենալու, ինչու՞, որովհետեւ իմ ասած երկու փաստաթղթերը հնարավորությունները ստեղծել են, որ եւ գործիքներն են ստեղծել, որ այս գծից բոլոր այն տեղերում, որտեղ մենք ճշգրիտ կանգնած չենք, այնտեղ որտեղ կանգնենք, որտեղ Ադրբեջանը ճշգրիտ կանգնած չի, այնտեղ որտեղ պետքա կանգնի, այդ գծից Ադրբեջանն էլ հետ գնա, մենք էլ հետ գնանք։ Հետևաբար, այստեղ էլ ուժային որևէ սցենար քննարկելը ուղղակի անհեթեթություն է։ Պարոն վարչապետ, եւ շատ կարճ, եթե Ադրբեջանը համաձայնում է ստորագրել, մեզ երաշխավոր պետք է գործընթացի համար։
Այն ինչ որ տեղի ունեցավ 2022 թվականին Հայաստանում սեպտեմբերին մենք դեռ երաշխավոր անվանվող ինստիտուտին լուրջ ենք վերաբերվում, բայց մենք ունեցել ենք ժողովուրդ ջան երաշխավոր։ Հետո ի՞նչ է տեղի ունեցել։ Ես էլի եմ ասում, տեսեք, որ մենք ասում ենք, մենք մեր պատմությունից դասեր քաղել այդ նախադասությունը, հենց ասում ենք մեր պատմությունից պետքա դասեր քաղել, միանգամից գնում ենք 4-րդ դար, 3-րդ դար, չգիտեմ, պետք չի գնալ 4-րդ դար, 3-րդ դար։ Պետքա գնալ 2022 թվական, պետքա գնալ 2021 թվական, պետքա գնալ 2020 թվական։ Այսինքն ես ասում եմ, որ Հայաստանի անվտանգության մի երաշխավոր կա։ Դա ինքը Հայաստանի Հանրապետությունն է, որը ի վիճակի է իր հարևանների միջավայրում ապրել առանց արտաքին օգնության, առանց արտաքին միջամտության։ Խաղաղությունն է երաշխավորը, հասկանում եք։ Չկա խաղաղությունից ավելի գործիկ երաշխավորելու անվտանգությունը։ Չկա պարզապես նման գործիկ։ Եվ հետևաբար այդ բաները, այդ հասկացությունները, հասկանում եք, իրանք փոխվում են, ժամանակը փոխում է։ Մենք էլ ենք խաղաղության պայմանագրի համաձայնագրի իմիջիալոց հիշենք, որ անունը արդեն համաձայնեցված տեքստ ունենք, որովհետև այն ժամանակ եղել է տարբեր նույնիսկ վերնագրի հետ կապված տարբեր տարբերակներ են։ Հիշենք փաստաթուղթը, որը արդեն համաձայնեցված է, դրված է սեղանին եւ սպասում է ստորագրության, կոչվում է խաղաղության համաձայնագիր, խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիր։ Մենք էլ ենք այն ժամանակ տենց հոդվածներ ունեինք, մենք քննարկում ենք, այնտեղ աշխարհում ինչ որ բաներ են տեղի ունենում։ Քննարկում ենք, նույն համոզված մեկ էլ մի բան ասացինք, հələ մի րոպե եկեք նայենք։ Արդյոք մեր աչքի առաջ փոփոխվող աշխարհի հետ մեր պատկերացումները նույնպես պետքա չփոխվեն։ Հետո տեղի ունեցավ 2022 թվականը։ Հետո տեղի ունեցավ այն, որ մենք փուլ սառեցրինք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ ՀԱՊԿ-ը Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է։ Եղել դե յուրե։ Ինչ մենք ուզում ենք, բան, մենք ուզում ենք նորից նույն պատմության մեջ մտնենք։ Ոչ, ես համաձայն չեմ դրա հետ։ Խաղաղություն, ինստիտուցիոնալ երկարաժամկետ խաղաղություն, հարևանների միջավայրում ապրելու հմտություն եւ կարողություն, ահա, եւ իհարկե նաեւ պաշտպանունակ բանակ, որի բարեփոխումները մեծ թափով տեղի են ունենում, որը իմիջիալոց շատ հետաքրքիր է, այսեն դեպքերից է, որ Հայաստանում ոչ մեկ դա չի նկատում, ոչ մեկ։ Այն բանաձևերը, որ ես ասում եմ, դրսից ներմուծվող բանաձևերով ենք մենք մտածում, բայց այս դեպքում դրսից եկած ինֆորմացիա մենք չենք նկատում։ Հայաստանի կառավարությունը լուռ է ընդհանրապես բանակի բարեփոխումների ոլորտում ինչա տեղի ունենում, լուռ բացարձակ։ Մենք էլ են առաջվա բանի նման չենք, որ մի բան անում ենք, մենք դասեր ենք քաղել մեր սխալներից, ասում ենք, այ տեսեք, էս ենք արել։ Ոչ մի բան, բայց ստեղ արդեն այն երրորդ երկրներից եկած տեղեկատվությունը Հայաստանում ոչ մեկ չի նկատում, ոչ մեկ ոչ տեսնում է, ոչ լսում է, չկա այդպիսի բան։ Տեղեկատվությունը մենակ նրա մասին է, որ Հայաստանը զիջեց, Հայաստանի կառավարությունը տվեց եւ այլն, բայց ես էլի ասում եմ, օգտվելով առիթից, այս խոսակցությունը պետք է տեղի ունենա եւ իրական Հայաստանի գաղափարախոսությունը նաեւ դրա մասին է։ Եկեք Ժորժ ջան, նստենք կանգնած խոսենք, հասկանանք, այս ինչի մասին է խոսույթը, ինչն ենք մենք զիջել։ Եվ սա շատ կարևոր խոսակցություն է եւ ես ուղիղ ասում եմ ձեզ երաշխավորի հետ կապված իմ վերաբերմունքը։ Խաղաղությունն է երաշխավորը, բայց նաև էլի ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի բանակի կերպափոխման գործընթացը որևէ կերպ չի կարող վտանգել խաղաղությունը, որովհետև ես հստակ ասել եմ,
որ Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու, ներառյալ չունի խնդիր լուծելու կապված Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների վերաբերյալ, որովհետև ինչպես արդեն ասացի, սահմանազատման դե յուրե գործընթացը ստեղծել է բոլոր հնարավորությունները, որ այդ խնդիրը լուծվի սահմանազատման գործընթացում, եւ սա այն վերջին գործոնն է եւ հանգամանքը, որը ինձ հիմք է տալիս ասելու, որ տարածաշրջանում էսկալացիայի հնարավորության մասին բոլոր խոսակցությունները, գնահատականները, պնդումները արհեստական են եւ մտածածի։